Բարի երեկո, դուք դիտում եք Բացահարթակ, այսօր իմ հյուրը փորձագետ Նելի Ղուլյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես այս օրերին ընթանում է ազգային ժողովի նորընտիր ազգային ժողովի նիստը, իշխանություն ընդդիմություն բանավեճն ենք մենք ականատես լինում անընդհատ։ Կուզեի որպես փորձագետ անդրադառնայիք նախ քաղաքական այն իրավիճակին, որը տիրում է մեր խորհրդարանում, խոսույթին, բախումների մակարդակին, որովհետև մենք երեկ էլ տեսանք, որ էլի բանավեճ տեղի ունեցավ ազգային ժողովի փոխնախագահի եւ Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավորի միջև, որից հետո տեսանք, որ ընդդիմությունը հեռացավ նիստերի դահլիճից։ Այս ամեն ինչի իմի բերելով ձեր գնահատականը։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Ինչ վերաբերում է ազգային ժողովի 9-րդ գումարման մեկնարկած նստաշրջանին, կարծում եմ պատկերացնել, թե ինչ էր կատարվելու, կարելի էր դեռ նախընտրական շրջանում, երբ ընթանում էր քարոզարշավը եւ ընթանում էին եթերային հեռուստաբանավեճերը, դեռ այն ժամանակվանից կարող էինք պատկերացնել, որ ընդդիմության բանավեճերի բովանդակությունը եւ պահվածքը արդեն իսկ խորհրդարանում անցնելու պարագայում լինելու է այսպիսին։ Հաշվի առնելով, որ թերևս տեղի են ունենում եւ ընտրությունները հանձնաժողովների նախագահների, մինչ այդ ԱԺ նախագահի եւ փոխնախագահների, դեռևս չեմ կարող ասել, որ կա հստակ պատկերացում, ինչպիսին են լինելու արդեն հետագայում բովանդակային քննարկումները, բայց հաշվի առնելով, որ դեռ այս փուլում թեմայի շուրջ քննարկումների փոխարեն ընթանում էին սադրումներ ընդդիմության կողմից եւ հետեւաբար փոխադարձ վիրավորանքներ եւ մի շարք միջադեպեր, գնահատականը կլինի իհարկե ոչ այդքան դրական, բայց հուսանք, որ առաջիկայում արդեն այս փուլից հետո կմտնենք ավելի բովանդակային դաշտ։ Ինչ նկատի ունեք, որ ասում եք ընդդիմության կողմից սադրումներ են տեղի ունենում։ Դե եթե սկսենք նույն հանձնաժողովների նախագահների ընտրության փուլից կամ ազգային ժողովի նախագահի ընտրության փուլից տեխնացուներին բովանդակային հարցեր տալու, ինչպես նաև ընդդիմադիր տեխնացուների ելույթների ընթացքում նորից ականատես էինք լինում սուտ ինֆորմացիաների, որպես փաստարկներ ներկայացնելու նրանց հայտարարությունները, դրա արդյունքում նաև իշխանության արձագանքը, այսինքն սադրումները նույն կրկին երեկվա միջադեպերն էին, որտեղ փորձում են նաև խաղալ ժողովրդի հույզերի վրա, կրկին անդրադարձ կատարելով Ղարաբաղի թեմային, այսինքն սադրումները թե խոսքի միջոցով, ընդհատելու միջոցով եւ որը ավելի վատ է, արդեն ինչպես նշեցի, ժողովրդի հույզերի վրա հիմնված ելույթներն են, որոնք եթե նայենք իրականում կապ չունեն հանձնաժողովների նախագահների հենց տեխնացությունները քննարկելու հետ։ Որովհետև մենք տեսանք, որ Աննա Գրիգորյանը Հայաստան խմբակցությունից հայտարարեց, որ նախորդ խորհրդարանը տարբերվում էր նրանով մյուս նիստերից, որ այդ ժամանակ նախորդ խորհրդարանի նիստերի ժամանակ ատելություն ավելի գեներացվեց Հայաստանի Հանրապետությունում։ Նախորդների ժամանակ քան այս։ Նախորդի ժամանակ, այսինքն որը ավարտվեց, որից հետո մենք ունեցանք ընտրություններ հունիսի 7-ին։ Դե ազգային ժողովի 8-րդ գումարման շրջանում եւս մթնոլորտը նույնն էր, ուղղակի այս տարի արդեն այս նստաշրջանում ունենք նոր դերակատարներ դեմս Ուժեղ Հայաստանի, սակայն ասել, որ այդ ամենը լարվեց դեռ այն գումարման ընթացքում, փաստացի խորհրդարանը երբևիցե չի եղել ցավոք սրտի այն մասին, ինչի մասին որ պետք է լինի։ Եթե վերադառնանք խորհրդարան բուն իմաստին, որտեղ յուրաքանչյուր խմբակցություն եւ ներկայացված ուժ պետք է հանդիսանա ձայնը իր ընտրողների եւ իր տեսանկյունից հանդես գա Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելով, այո, ընդդիմանալով իշխանությանը, ունենալով այլ տեսլական, ցավոք սրտի թե ազգային ժողովի 8-րդ գումարման ընթացքում, թե հիմա նաև 9-րդ գումարման ընթացքում տպավորություն է, որ ընդդիմությունը չի գիտակցում, որ նա հանդիսանում է իշխանության, գործող իշխանության ընդդիմությունը։ Տպավորություն է իրենց հայտարարություններից, տեսլականից եւ մի շարք դեպքեր են եղել, թե նախորդ գումարման շրջանում, թե այս, որ ընդդիմությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի պետականության ընդդիմությունը, մինչդեռ պետք է հանդիսանա գործող իշխանության ընդդիմությունը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ընտրողների ակնկալիքները ինչպիսին են խորհրդարանից, որովհետև մենք շատ հաճախ մեկնաբանություններ տեսնում ենք, երբ այդ նիստերը հեռարձակվում են, որ մենք ձեզ սրա համար ենք ընտրել։
Ցավոք սրտի այդ արձագանքների հետ դժվար է չհամաձայնվելը, բայց այստեղ նույնիսկ եթե հետ հայաց գցենք նախընտրական շրջանին, քարոզարշավի փուլին եւ նախընտրական բանավեճերի դեռ փուլին, որոնք ինչպես գիտենք նրա համար են, որպեսզի յուրաքանչյուր ուժ կարողանա ժողովրդին ներկայացնել իր նախընտրական նախագիծը, իր տեսլականը եւ այո, բանավիճի արդեն իսկ այլ խմբակցությունների կողմից ներկայացված նախընտրական նախագծերի շուրջ, ինչին ենք մենք ականատես լինում նախընտրական բանավեճերի եւ քարոզարշավի ընթացքում, նորից նույն մոտեցման է, ինչը որ հիմա տեղի է ունենում խորհրդարանում։ Ես չեմ հիշում ցավոք սրտի, որ նախընտրական շրջանում հանրային տարբեր եթերներում բանավեճերի ժամանակ ներկայացված առաջադրված կուսակցությունները ներկայացնեին իրենց տեսլականը։ Մոդերատորները, հաղորդավարները շարունակաբար փորձում էին տանել քննարկումը այդ դաշտ, սակայն մենք նույնիսկ վերադառնում էինք միմյանց մեղադրելուն, վիրավորելուն եւ որոշակի այսպես ակցիաներին հեռանալուն, այսինքն ցավոք սրտի նույնը հիմա տեղի է ունենում խորհրդարանում, բայց հուսանք, որ կկարողանան արդեն իսկ կառավարության նախագծի ներկայացումից հետո փոքր-ինչ փոխել այս մոտեցումը եւ ի վերջո ներկայացնել իրենց ընտրողների դիրքորոշումը, ինչը նաեւ բարդ է անել հաշվի առնելով, որ նոր ազգային ժողովում ներկայացված Ուժեղ Հայաստան կուսակցությունը գիտենք, որ բազմաթիվ նաև ընտրակաշարքների միջոցով է այսօր հայտնվել խորհրդարանում։ Մենք այդուամենայնիվ ի տարբերություն նախորդ խորհրդարանի այս պահին ունենք Ուժեղ Հայաստանի ներկայությունը, նախկինում կար Պատիվ ունեմի։ Ինչ է կարծում, ամեն դեպքում ինչու վերջին 30, գոնե լավ 25 տարիներին այդուամենայնիվ մեր ժողովուրդը գրեթե նույն ուժերի միջև է ընտրությունը կատարում, այսինքն ուժերը չեն փոխվում, Հայաստան դաշինք, Ուժեղ Հայաստան, Պատիվ ունեմ, Դաշնակցություն գրեթե նույն իրավիճակն է։ Եվ ինչու չկարողացան այդուամենայնիվ արևմտամետ ուժերը համախմբվել, այսպես կոչված արևմտամետ կամ ժողովրդավար ուժերը։ Նախ թույլ տվեք արձանագրենք, որ մինչև 2018 թվականի Թավշյա ոչ բռնի հեղափոխությունը մենք բոլորս գիտենք, որ իրականում այդ ընտրության եւ ազատ քվեարկության հնարավորությունը մենք չենք ունեցել, հետեւաբար կիրառվել է ուժ, մարդկանց հորդորել են քվեարկել, այսինքն մարդիկ այդ իսկ պատճառով քվեարկել են այն ուժերի օգտին, որոնք որ եղել են իշխանության մինչև հեղափոխությունը։ 2018 թվականից ի վեր, այո, ընդդիմության դաշտում մենք կրկին տեսնում ենք նույն դեմքերին, սակայն եկեք արձանագրենք, որ Ուժեղ Հայաստանի պարագայում մենք չենք ընտրել այն մարդիկ, ովքեր քվեարկել են իրենց օգտին, չեն ընտրել այն ուժերին, որոնց ընտրել են նախկինում, չնայած որ փոխկապակցվածությունը եւ միմյանց հետ կապ ունենալը ապացուցվում է նաեւ իրենց կուսակցություններում ներկայացված դերակատարների բոլոր տեղերում արկա լինելով, այս պարագայում Ուժեղ Հայաստանի ես կարող եմ ասել, որ ինչպես իհարկե արդեն արդարադատությունը եւս առաջիկայում ցույց կտա եւ մենք արդեն տեսել ենք բազմաթիվ ձայնագրություններ եւ հրապարակումներ այն մասին, թե ինչպես են շատ մարդիկ ստիպողաբար կամ կաշառքի միջոցով եկել եւ քվեարկել, իսկ մյուս ուժերին ինչպիսիք են օրինակ Ուժեղ Հայաստանը, այստեղ կարծում եմ ամեն դեպքում հաշվի առնելով, որ շուրջ 30 տարի Հայաստանում տիրել է քրեաօլիգարխիկ մեծ այսպես իշխանություն, ամեն դեպքում այդ մարդկանց քանակը բավականաչափ շատ է ըստիս, որոնք դեռ քվեարկում են նույն ուժերի օգտին եւ նրանք հայտնվում են խորհրդարանում։ Բայց արևմտամետներին ինչն էր խանգարում կամ ժողովրդավարներին ինչն էր խանգարում միավորվել։ Այստեղ նորից պետք է հետ հայաց գցենք նախընտրական բանավեճերի եւ քարոզարշավի փուլին, երբ ես ինքս օրինակ հետևում էին, շատ հետաքրքիր էր հասկանալ այլ մեզ անծանոթ բազմաթիվ ուժեր անուններով եւ իրենց առաջին դեմքերով, որոնք որ հայտնվում էին ընտրական ցուցակում, այն ինչ են իրենք ինձ առաջարկում։ Ես որպես քաղաքացի ուզում էի դա հասկանալ եւ ցավոք սրտի նորից չօգտվելով քարոզարշավի ժամանակահատվածից, որ իրենք պետք է օգտագործեին, նախընտրական ծրագիրը
ներկայացնելու համար, ովքեր որ ներկայացնում էին, երբ հնչում էր հարց, այ ինչով է ձեր ներկայացրած նախագիծ օրինակ տարբերվում իշխող կուսակցության նախագծից կամ ինչը ձեզ ինչի շուրջ դուք համակարծիք չեք, ցավոք սրտի այս պատասխանների ընթացքում եւս արդեն մենք հասկանում էինք, որ այդ ուժերը, չեմ ասի բոլորը, բայց բազմաթիվ նման ուժեր կարող ենք իրենց կոչել արևմտամետ, կարող ենք իրենց կոչել ժողովրդավար, չունեին հստակ տեսլական, հստակ պատկերացումներ, հստակ նախագիծ կամ գուցե ունեին, բայց չէին կարողանում դա մատուցել, եւ այդ իսկ պատճառով նրանք չունեին այդքան հանրության աջակցությունը։ Ինչու չմիավորվեցին, կարծում եմ գուցե կամ նույն պատճառով, քանի որ չկա հստակ պատկերացում եւ ճանապարհային քարտեզ, թե ինչ են իրենք անելու ընտրվելուց հետո, եւ նաեւ գուցե անձնական ամբիցիաները եւ տարբեր պատկերացումները հետագայում միմյանց հետ աշխատելու համար գուցե չստացվեց միավորվելը, որը ըստիս իրականում շատ լավ կլիներ, եթե իրենք այդպես անեին, մենք խորհրդարանում հիմա կունենայինք գոնե թե մեր պատկերացմամբ ժողովրդավար համենայն դեպս այդպեսին հանդես եկող ուժեր։ Անդրադառնանք Հայաստանի արտաքին քաղաքականության առնչվող հարցերին, TRIP նախագծին։ TRIP-ի վերաբերյալ ինչ նպատակ է հետապնդում, մասնավորապես ոչ միայն նախագիծը, այլ նաև այն, ինչ որ մենք լսում ենք Բաքվից։ Մենք շատ հաճախ տեսնում ենք, որ խոսույթը այնտեղից գրեթե չի փոխվել, չնայած մեղմացել է, բայց այդուամենայնիվ մենք շատ հաճախ ինչ որ հայտարարություններ ենք լսում, օրինակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ իրողությունն այն է, որ այս միջանցքի թե մուտքի եւ թե ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ TRIP-ի մասին, ինչպես գիտենք, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Դոնալդ Թրամփի հովանու ներքո Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրին հաջորդեցին արդեն նաեւ TRIP-ի շուրջ աշխատանքները, ներկայումս TRIP-ի Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև TRIP-ի շուրջ ռազմավարական համագործակցության շրջանակային նախագիծն է, արդեն արժանացել կառավարության հավանությանը եւ հիմա Սահմանադրական դատարանի տիրույթում է, որպիսի Սահմանադրական դատարանը հասկանա համապատասխանությունը սահմանադրության կետերին եւ այս փուլին արդեն կհաջորդի շրջանակային համաձայնագրի խորհրդարանում քննարկմանը։ TRIP-ի շուրջ բոլոր արդեն իսկ այսօրվա դրությամբ հրապարակված փաստաթղթերը, ինչպիսիք են օրինակ նաև կառավարության համաձայնության արժանացած փաստաթուղթը, նրանք հրապարակային են եւ այդ բոլոր փաստաթղթերում գրեթե չեմ վախենա ասել երևի թե ամեն տողում նշվում են սևով սպիտակի վրա Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ Հայաստանի Հանրապետության տարածքում TRIP-ի նախագծի շրջանակում բոլոր ենթակառուցվածքների մաքսային սահմանային վերահսկողության մասին կետերը, որտեղ որ հստակ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը պահպանելու է, նորից եմ ասում, իր ինքնիշխանությունը եւ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն են վերահսկելու նաեւ մաքսային եւ անվտանգային բոլոր սահմանները։ Ինչու եմ սա նշում, որովհետև թե TRIP-ի նախագծի շուրջ այս բայդրությամբ հրապարակված բոլոր փաստաթղթերում, թե նախորդիվ խաղաղության նախաստորագրված համաձայնագրի փաստաթղթերում նշվում է թե Հայաստանի Հանրապետության տարածքին վերաբերող, թե Ադրբեջանի եւ բոլորի պարտավորությունների մասին բոլոր դրույթները, որտեղ եթե սովորական քաղաքացին անգամ բացի եւ ծանոթանա փաստաթղթերին, այնտեղ նաեւ կետեր կան, որտեղ գրված է, որ նույն օրինակ ինքնիշխանությունը Հայաստանի Հանրապետության եւ այլն, այս կետը անհերքելի է եւ աներկբա։ Այսինքն ինչու եմ սա նշում, այս բոլոր փաստաթղթերում, որի շուրջ Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը եւ նաեւ ԱՄՆ-ն երկար ժամանակ աշխատանքներ են կատարում եւ արդյունքում փաստաթուղթը ստեղծվում է, այնտեղ մենք տեսնում ենք իրականությունը։ Հիմա այն հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի նախագահի կողմից կամ արտաքին գործերի նախարարի կողմից,
դա իրենց կարելի է ենթադրել եւ կարելի է մտածել, որ իրենց ներքին քաղաքական խոսույթի համար է, բայց մինչեւ դրան ավելի խորապես այդ թեմային անդրադառնալը ուզում եմ մի պարզ ճշմարտություն արձանագրենք, որ մենք ունենք խոսք, մենք ունենք հանրային ելույթներ Ադրբեջանի կողմից այս բայդրությամբ եւ մենք ունենք իրավական փաստաթուղթ, փաստաթղթեր, որոնց տակ ստորագրում է Հայաստանի Հանրապետությունը, որոնց տակ ստորագրում է նույն Իլհամ Ալիևը, որոնց տակ նաեւ ստորագրում է որոշ փաստաթղթերում Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Եվ մենք պետք է ելակետ որպես ընդունենք, կարծում եմ, իրավական փաստաթղթերը, ոչ թե հանրային խոսույթը։ Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարել է, որ հայրենադարձության միտումները վստահ են դառնում հաստատված խաղաղության շնորհիվ։ Այո, եւ հաստատված խաղաղության մասով շատ հաճախ նաեւ երբ մարդիկ բոլորս գիտենք թրիփը ինչի մասին է, այսինքն որ դա տարածաշրջանում տրանսպորտային եւ էներգետիկ հաղորդակցությունների մեծ ծրագիր է, որի մեջ լինելու են նաեւ տարաբնույթ ներդրումներ, այն դառնելու է արևելք, արևմուտք եւ հյուսիս-հարավ բեռնափոխադրումների եւ մի շարք կարեւոր այսպես միջպետական տրանզիտային ուղի, բայց ամենակարևոր բանը, թե ինչ է թրիփը Հայաստանի Հանրապետության համար, կարելի է ասել, որ թրիփը դա Հայաստանի Հանրապետությունը աշխարհքաղաքական եւ տնտեսական կապիտալի վերածելու նախագիծ է, որը իր մեջ պարունակում է նաեւ անվտանգային մեծ կոմպոնենտ։ Երբ Հայաստանի Հանրապետության տարածքով եւ առհասարակ Հարավային Կովկասում լինում է մի մեծ, արդեն մենք տեղյակ ենք առնվազն $200 միլիոն ներդրման մասին ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից արդեն իսկ հաստատված եւ սա ընդհանրապես սկիզբն է, այսինքն լինելու են շատ ավելի շատ ներդրումներ, երբ Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնվում է մի նախագիծ, որի մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգների նման գերտերությունը, ինչպես նաեւ մեր հարևան Ադրբեջանը, Թուրքիան եւ տարածաշրջանի մյուս երկրները ունեն իրենց երկրի ամեն մեկը յուրաքանչյուրը իրենց երկրի սեփական շահը, ինչպես նաև բնականաբար Հայաստանի Հանրապետությունը, ապա այս տարածաշրջանում հակամարտության սկսելու մոտիվացիա ոչ միայն չեն ունենում արդեն այն երկրները, ում հետ մենք տարիներ շարունակ պատերազմել ենք, այլև մենք արդեն իսկ ունենում ենք այն անվտանգությունը եւ այն երաշխավորների, որոնց մասին եւս շատ խոսվում էր ընդդիմության կողմից, որ մեզ պետք են երաշխավորներ, մենք ունենում ենք այդ երաշխավորին, իդեմս առաջին հերթին մեզ, Ադրբեջանի Հանրապետության, Թուրքիայի, այլ երկրների, Ամերիկայի Միացյալ Նահանգների նման գերտերության, որը հետապնդում է առաջին հերթին իր տնտեսական շահը եւ նաեւ բոլոր այն երկրները, որոնք եւս դառնալու են թրիփի մասը, որովհետեւ այն դառնում է այսպիսի ուղի։ Այս պարագայում արդեն Հայաստանի Հանրապետությունը ոչ թե հենվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների որպես ռազմավարական գործընկեր կամ որպես այսպես բարի եւ մեծ սիրող մեծ եղբայր գործընկերոջով գալու է եւ ապահովի տարածաշրջանում անվտանգությունը, այլ Հայաստանի Հանրապետությունը դառնում է, ինչպես նշեցի, աշխարհաքաղաքական եւ տնտեսական կապիտալ, որի վտանգը եւ որի վրա հարձակումը յուրաքանչյուր կողմի կողմից արդեն դառնում է բոլոր ներգրաված երկրների խնդիրը։ Եվ վերջին հարցը հրապարակվել է կառավարության ծրագիրը հիմնված իրական Հայաստանի գաղափարախոսության վրա։ Ձեզ համար ինչ ասել է իրական Հայաստան։ Իրական Հայաստանը հենց այն Հայաստանն է, որը մենք հիմա փորձում ենք սահմանազատել եւ սահմանագծել, ինչպես նաեւ փորձում ենք մեր սերունդներին կրթել եւ սովորեցնել, որովհետեւ վերջին 30 տարիների ընթացքում, ինչպես նաեւ նույնը տանեմ սա նաեւ Ադրբեջանի դաշտ, որ նոր անդրադարձել ենք, որ այնտեղ դեռ իրենց երկրի ղեկավարությունը խոսում է գոյություն չունեցող այսպիսի նպատակների մասին զավթելու Հայաստանը կամ նմանատիպ պատկերացումների, նույնի մեջ ցավոք սրտի ապրել ենք մենք բազում տարիներ եւ մենք ապրել ենք սիրելով այո մեր շատ սիրելի Արարատը, որին բնականաբար մենք չենք կարող ձգտել այս պահի դրությամբ եւ առհասարակ ձգտել եւ օրինակ գնալ եւ վերադարձնել։
Մենք ապրել ենք սիրելով այն տարածքները եւ այն Հայաստանը, որը ցավոք սրտի վաղուց մերը չի եղել։ Փոխարենը շենացնենք, պահպանենք եւ այո նաեւ կրթենք մեր սերունդներին, որ պետք է սիրել այն, ինչ մենք այս բայդրությամբ ունենք։ Կարծում եմ իրական Հայաստանը հենց այն մասին է, որպեսզի մենք նույն սխալները գործելով չկորցնենք այն Հայաստանը, որը մենք ունենք հիմա։ Եվ ես կարծում եմ մենք այսպեսով ճիշտ ուղու վրա ենք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ իմ հյուրը փորձագետ Նելի Ղուլյանն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։